Տնտեսի կիրակի։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեծ պահքի 4-րդ կիրակի օրը անդրադառնում է անիրավ տնտեսի մասին ավետարանական առակին։ Հիսուս Քրիստոս իր աշակերտներին պատմեց մի առակ այն մասին, որ մի մեծահարուստ իմանալով, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, պահանջում է իր տնտեսության հաշիվը ներկայացնել։ Հասկանալով, որ կբացահայտվի իր խաբեբայությունը և կարող է անգործ մնալ, տնտեսը որոշում է խորամանկության դիմել։ Նա կանչում է իր մեծահարուստի պարտապաններին և շնորհում պարտքերի մի մասը։ Մեծահարուստը իմանալով այս մասին ոչ միայն չի պատժում տնտեսին, այլ նաև գովում է նրա հնարամտությունը։ Մենք էլ տնտեսներ ենք, գալու է մի օր, որ մենք էլ Աստծուց պարգևած կյանքի, խելքի, շտոնդերի, ինչպես նաև նյութական բարիքների մեր վարած տնտեսության հաշիվը պետք է ներկայացնենք։ Ու եթե կարողանանք ապրել մեր թերացումները գիտակցելով և զղջալով, կարիքավորներին ողորմություն տալով, ապա նա հավատարիմ է մեր մեղքերը ներելու և անանց բարիքներ պարգևելու համար, որովհետև Աստվածաշնչի Արակած գրքում կարդում ենք. աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն։ Ներսե շնորհալի, աշխարհ ամենայն։ Աշխարհ ամենայն առ իսնայեցյալ աղտակից լերուկ, բանամ շրթունես, բարբարիմ լեզվով բողոքեմ գանձնես, գող եղե մեղած զտող կորստյան գուբ ինձ փորեցի, դավեցի գանձնիմ, դավաճանեցի, դարան գործեցի։ Երբեմն էի լույս, և այժմ եմ խավար, և ըստվեր զմահու, զիարդ պատմեցիր ըստիվ մեղացի մոց, զիբազում են հուշ, ճաշակման մեղած ճաշակեցի ըզմահ, ճոխս աղքատացա, մեռյալ եմ հոգովս, մորորյալ մտոքս, միայն կար մամնովս։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։